Վերջերս Երևանում անցկացված միջազգային բազմամասնագիտական ուռուցքաբանական կոնֆերանսին ներկայացված ուշագրավ թեմաներից էր կրծքավանդակի պատի ուռուցքների վիրաբուժական բուժումը, Չինաստանից ժամանած հայտնի վիրաբույժ, կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, նաև կրծքավանդակի պատի վիրաբուժության միջազգային կազմակերպության նախագահ Վենլին Վանգը, որն աշխարհում հայտնի է կրծքավանդակի պատի դեֆորմացիաների շտկման սեփական մեթոդով կատարվող վիրահատություններով։ Երևանի բժշկական կենտրոնում մենք հյուրընկալել ենք մեր ընկերոջը Չինաստանից, դոկտոր պրոֆեսոր Վանգին, որը որ սիրով ընդունել է մեր հրավերը փորձի փոխանակման նպատակով։ Ինքը համարվում է աշխարհահռչակ մարդ կրծքավանդակի պատի վիրաբուժության մեջ, ունենալով իր մեթոդիկան հիմնականում կապված կրծքավանդակի բնածին դեֆորմացիաների բուժմանը։ Էրեբունի բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Նատալիա Բաղումյանն ամիսներ առաջ է վերադարձել Չինաստանից։ Գուանդունի երկրորդ ժողովրդական հիվանդանոցում խորացրել է վիրաբուժական իր գիտելիքներն ու հմտությունները, ծանոթացել չինացի բժշկի մեթոդի առանձնահատկություններին։ Իդեպ այդ կենտրոնում մեկ օրվա ընթացքում Նատալիա Բաղումյանն 83 վիրահատության է ականատես եղել։ Վենլին Վանգն այդ եղանակով մինչ այժմ 10,000-ից ավելի բարեհաջող վիրահատություններ է իրականացրել։ Այսօր արդեն Վենլին Վանգը Էրեբունի բժշկական կենտրոնի վիրահատարանում է։ Չինացի հայտնի բժիշկը Արմեն Խանոյանի Էրեբունի բժշկական կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքի մյուս վիրաբույժների հետ պատրաստվում է կրծքավանդակի պատի բնածին դեֆորմացիայով 20-ամյա երիտասարդի վիրահատել։ JCI հավատարմագրման պահանջների համաձայն վիրահատությունից անմիջապես առաջ թայմ-աութի անվտանգային կանգառ ստուգման վերջին գործողություններն են իրականացվում։ Ես պատրաստ եմ։ Բնածին դեֆեկտն այժմ շտկվում է Վենլին Վանգի հայտնի մեթոդով։ Եվ այսպես, փոքր կտրվածքներով հատուկ գործիքների միջոցով դեֆորմացված կրծոսկրի տակ են անցկացվում մետաղական թիթեղները։ Եվ հենց այս երկու թիթեղները շրջելու միջոցով բարձրացվում է կրծոսկրի փոսընկած հատվածը, այնուհետև շտկվում է և ֆիքսվում։ Կրծքավանդակի պատի դեֆորմացիաների շտկման Վենլին Վանգի կատարելագործված վիրահատական մեթոդները զգալիորեն կրճատել են վիրահատությունների տևողությունները և նվազեցրել են հետվիրահատական բարդությունները։ Իր մեթոդիկան բնածին արատների դեֆորմացիաների մեթոդիկան շատ ավելի հասարակ, շատ ավելի ապահով մեթոդիկա է, որը որ մենք միանշանակ վերցնելու ենք։ Վիճակագրությունը փաստում է, որ կրծքավանդակի պատի դեֆորմացիաները լինեն բնածին թե ձեռքբերովի չուղղելու դեպքում տարիների ընթացքում այդ հիվանդների շրջանում սրտի, թոքերի հետ կապված խնդիրներ կարող են զարգանալ և առհասարակ ազդել կյանքի որակի վրա։